Ուրեմն քաղաքը խիստ մարզադպրոցների կարիք ունի, բացի Շենգավիթ եւ Արաբկիր, Էսպանիան մարզադպրոցներ չունենք, որ համապատասխանում են ստանդարտ չափսերին։ Ցավալի է, այստեղ դու կարող ոչ միայն քաղաքի բյուջեվասանեք, կարող համագործակցեք բիզնեսմենների հետ, օրինակ Մալացիա Սեբաստիա մեծ համայնքի նման միակ մարզադպրոց չկա։ Այդտեղ կա մեծ գործարար Սամվել Ալեքսանյան, որ դուք կարող եք դիմեք, չեմ կարծում մերժի, հողը տվեք, մնացածը իր միջոցով գա։ Այսինքն այդ պրակտիկան բոլոր երկրներում քաղաքներում կա, ինչու չէ կարելի չեմ, ինչու չէ կանեմ, չեմ հասկանում։ Այստեղ Մալացիա օրինակ շրջանում կա 174 դպրոցում բասկետբոլի ծրագիր կա, որ մասնավորապես շատ հարմար չնչին գներով են անում։ Այդ դպրոցը օրինակ դուք պիտի գնաք վիճակը տեսնեք, օղակները պրուժիններ չունեն, նույն Էրեբունի համայնքում 160 դպրոցում, Ավանում 171 դպրոցում, Աջափնյակում 100 դպրոցում, Նորնորքում 143 դպրոցը, Նորք Մարաշ 157 դպրոց է, մեծ հատակները դուք շիրիվովկա չեք անում։ Այստեղ նորակառույցի կարիքն չկա, ընդհանրապես շիրիվովկա արեք, օղակներ դզեք, պատեր դզեք, եղավ գոնե մինիմում ստանդարտների համապատասխանում մարզասրաններ, որ երեխեք կարող են պարապեն։ Հետո նորերը պիտի կառուցվեն։ Նորերը կառուցվելուց էլ խնդրում եմ, ստե պետություններ ոնց որ սխալմունք անում է, չափերը փոքր եք սակում ու պատը ճիշտ հասնում է ասենք մարզասրահի եզրին։ 2-3 մետր խնայի մեկ լենս սարքիկ, որ մարդիկ նստում են կարող խաղան, նայեն ոտերը չբարձրացնեն ամեն անգամ երեխեքը վազելուց։ Այսինքն այդ ագահությունը որտեղից է գալիս, մի քիչ նորմալ ստանդարտներին համապատասխանեցեք, կողքերն ավել դրեք մի քիչ։ Այստեղ ծանրամարտության խնդիր կա քաղաքում, 15-16 տարեկան տղաները, աղջիկներն նույնպես արդեն պիտի ծանրամարզությունով պարապեն, չկա, սաղ Երևանում տեղ չկա, 25-30-35 հազար դրամ են ամսավճարի մի երկու մասնավոր 3 տեղ որ կա, այդ է։ Այսինքն զրկված են, ընդհանրապես այս երկիրը քաղաքը զրկված է սպորտի զարգացումից։ Ֆուտբոլի դաշտեր եք սարքում, գարաժի մնում է տեղը լենությունը ֆուտբոլի դաշտերն 10 մետր, մի հատ գարաժը փոխարեն հանեք մի քիչ լեներներ երեխեք կարող են խաղային։ Ասում եք բակերն ենք վերադարձում, բայց նորմալ չեք վերադարձում, անում եք մի հատ երկու հատ հանեք, նորմալ տարածքներ տվեք երեխեք խաղան։ Լավ, ասենք մյուս խնդրին, ստեղ ուրեմն չգիտեմ Երևանի ժողովուրդ եթե գոհ են տրանսպորտի վիճակից, այսինքն խցանումների վիճակից, եթե տեղյակ չեք, ես վերջերս գիտեմ շատ փոփոխություններ եղել, անդադ ավտոբուսի գծեր են դրվում, հանվում են, հետիոտի գծեր են դրվում, հանում են, կարմիր կանաչ լույսեր կան, որ ժամկետներին չեն համապատասխանում, տեղեր կա, որ պիտի ավելի երկար լինի, 30 վայրկյան, բայց 15 վայրկյան, այստեղ պատասխանատուն մի անձ է, որը տրանսպորտի վարչության պետն է այստեղ եւ քրեական գործերը հարուցվածվել են, ես այս վերջերս եմ իմացել, $2 միլիոն փող ազեցել հապսակել ըստ կասկածանքի կարմիր գծերի ղեկավարն էր, քրեական գործ արեցած $2 միլիոն ուզում էր հապշակել, 4 գույքի բռնակացման քրեական գործ կա դեմը, 324 միլիոն դրամի գույք, մոտավորապես $5 միլիոն ավան, ու վերջերս էլ հետ կնորեն գրեց, որ ՍՊ ստեղծել Ամչի անունով, որը սպասարկում է մեր ավտոբուսներին, սա կասկածանքներ են, մի մասը քրեական գործ կա, բայց ինչպես է կարող կասկածյալ գողավազակը կա մեր վարչության պետ աշխատի, ոնց եք դուք թույլ տալիս, ուրա պարոն Ավինյան, լավ է լիար գտնում եք, մյուս խնդիրը շինթույլտվությունները 535 հարկանի շենքեր եք ուզում կառուցել Օրբելի փողոցի վրա, ով է դրա թույլտվությունը տվել, Սիրուն աշկերի համար եք իրան թույլտվությունը, մենք վերտեղյակ չենք ով է տվել, ոնց եք թույլտվությունը տվել, այդ ինչքան կաշառքատ է ձեզ տված եղել տեղ, որտեղ ես հաստատ գիտեմ Սիրուն Բեխերի համար թույլտվություն չեք տալիս։ Պարոն Փամբուչյան, ես խնդրեմ արձագանք եմ, հա, եթե կարելի է։ Ես արձագանք եմ, պարոն Հարությունյան, պարոն Զարուկյան, ուզում եմ ձեզ հիշեցնել մեր երկրի սահմանադրության հիմնարար սկզբունքներից մեկի մասին մարդու իրավունքների, որ քանի դեռ մարդու մեղքը ապացուցված չէ դատարանով, նա անմեղ է։
դա իրավաբանության տենց ամենա տենց Պարոն Փամփուշյան, նախ ես ուզում եմ մեկնաբանել, որ սուտ է խոսում Պետրո Զարուկյանը, ին վրա քրեական գործ չկա հարուցված, կեղծ տեղեկություն է տրամադրում, ինչ վերաբերում է հոդվածի մասով մանրամասն փաստերով բարձրաբանում է իմ Facebook-յան էջում գրված է կարա ծանոթանա, որ կեղծ տեղեկություններ չտրամադրի, եւ երրորդը կուզեմ հավելեմ, որ պարոն Զարուկյանը ինչքան է փողոցին վրա ճնշումներ գործադրել, ձեր բարձրացած հարցը, ձեր իրավախախտումները կարճելու մասով այդ ճնշումներով չեք կարողանալ լուծել, դրա հիմքերը չկա։ Սամվել Հակոբյան Հարգելի գործընկերներ, ուրեմն ես ըստ ավանդույթի եկել էի իշխանական գոլեգաներին մի քիչ իրավագիտության խորհուրդներ եւ գիտելիքներ փոխանցեի, բայց ստիպված պետք է կրկին անդրադառնամ այս մարդկանց արած խոսքերին եւ ռեպլիկներին։ Առաջինը մի քանի անգամ հնչեց, որ եթե Մայր Հայաստանը գա եւ մասնակցի այս հանձնաժողովում, դրանով ցույց կտա, որ իրապես պայքարում է արտարության համար։ Նույնս հնչեց հանձնաժողովի նիստի ժամանակ, հարգելիներս